գեղեցիկ էքսկուրսիան պատմամշակութային, ճանաչողական նշանակություն ունի, նաև պատմական։ Երեխաներ, հայ ժողովուրդը իր ամբողջ կյանքի ընթացքում հաղթանակներ շատ է ունեցել։ Հաղթանակները կերտել են մեր հերոսները։ Մենք այժմ գտնվում ենք Բաշ Աբարանի հուշահամալիրի մոտ։ Այս հուշահամալիրը կոչվում է Վերածննդի հուշահամալիր։ Յուրաքանչյուրը իր հոգու խորքում հայրենասիրություն ունի։ Եվ մեզանից յուրաքանչյուրս պետք է կարողանանք մեր հայրենանվեր գործը մեր երկրի, մեր պետության ներսում կատարել։ Ես ձեզ առաջադրանք էի տվել, որ պետք է Բաշ Աբարանի մասին դուք էլ խոսեիք, նտեսնեմ ով ինչ կարող։ Բաշ Աբարան վերածնունդ հուշահամալիրը բաղկացած է 3 առանձին հուշակոթողներից, Մեծ Եղեռնից, Աբարանի հերոսամարտից և երկրորդ աշխարհամարտում զոհվածներից։ Այն կառուցված է սև տուֆից։ 1984 թվականին Վերածննդի հուշահամալիրի մոտ անտառի մեջ նրա սկզբնամասում կառուցվել է զինվորական պանթեոն։ Բաշ Աբարան հուշահամալիրը կառուցված է սև տուֆից և իր շրջակայքը կառուցված է բազալտների սալիկներով։ Աբարանը պատմական բնակավայր է, որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում։ Այն ավելի շատ հայտնի է Աբարանի ճակատամարտից, որտեղ 1918 թվականին հայերը մեծ հաղթանակ տարան ու պաշտպանեցին հայրենիքը։ Բաշ Աբարանը բնակավայր է, որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում։ Բաշ Աբարան այցելում են հաճախ զբոսաշրջիկները և ուխտավորները։ Բաշ Աբարանի հերոսամարտ ճակատամարտ Արևելյան Հայաստանում ներկայացան բանակի և հայ ճակատամարտական ճակատամարտները 1918 թվականի մայիսի 23-ից մինչև մայիսի 29-ը ինքնապաշտպան քարայր հաղթանակով տոնել են և թուրքերը ճակատում զորքերի 3000-ից ավելի։ Հերոսներից մեկի գերեզմանի մոտ ես մեկը ձեզ ասացի, գրողին ներկայացրել ներկայությունը տեղափոխեն և ամփոփեն Աբարանի այս վարչությունը։ Մեր էքսկուրսիան շարունակվում է Սաղմոսավանքում։ Սաղմոսավանքն աշխարհում միակ բանկն է, որը իր անվանումը ստացել է այնտեղ երգվող հոգևոր երգերի սաղմոսների անունով։ Հանդության համաձայն հայոց առաջին կաթոլիկոս դինգորուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթին նկատելով այս վայրը գալիս է և այստեղ եկեղեցի է կառուցում։ Այնուհետև նույն վայրում հոգևորականներ հավաքելով նրանք սաղմոսներ են սովորեցնում։ Սաղմոս բառից, որը նշանակում է հոգևորական եկեղեցական ելք, առաջացել է Սաղմոսավանք անվանումը։ Առաջին անգամ Սաղմոսավանքը հիշատակվել է 12-րդ դարում, երբ Հովհաննես Միրզան այստեղ փոց է կառուցել։ Սակայն Սաղմոսավանքը հիմնադրվել է 13-րդ դարում Վաչե առաջինի ջանքերով։ Քասախ գետի Ուղղահայաց կիրճի եզրին ինչ գեղեցիկ տեսարան է ստեղծում։ Անունը կապված է Սաղմոս բառի հետ։ Կիրճի արձագանքի շնորհիվ վանականների երգեցողությունը լսվել է կիլոմետրերով հեռու։ Նաև այստեղ եղել է մատենադարան, որտեղ պահվել են լիքը ձեռագրեր։ Սաղմոսավանքը դա եկեղեցի է, որը գտնվում է Հայաստանի Սաղմոսավան գյուղի մոտ։ Այսօր այն օգտագործում են որպես ուխտատեղի և զբոսնելու վայր։ Սաղմոսավանքը 13-րդ դարի վանական համալիր է, որը գտնվում է Քասախ գետի կիրճի եզրին։ Այն կառուցվել է վաչության իշխանների կողմից, և այն հայտնի է իր գեղեցիկ ճարտարապետությամբ և հիասքանչ տեսարաններով։ Սաղմոսավանքը կառուցվել է 13-րդ դարում։ Նա ունի հիասքանչ բնություն և ճարտարապետություն։ Նա Հայաստանի հուշարձաններից մեկն է։ Մենք արդեն հասանք Խոր վիրապ։ Հիմա ես կպատմեմ Խոր վիրապի մասին։ Խոր վիրապը գտնվում է Արարատի մարզում Արաքսի ձախ ափին։ Այն ուխտավայրերի և սրբավայրերից մի տեղ է։
Որ վիրապը խոսեր, որպես գծվերի դատապարտյալների։ Ըստ Աքաթանգեղոսի առաջին անգամ, երբ քրիստոնյաներին տքածը հալածում էր, Գրիգոր Լուսավորչին նետել է վիրապը, որ անցկացրել է մոտ 14 տարի։ Այդ տարիների ընթացքում տքած երեխաները հիվանդանում են բահոջի հիվանդությամբ։ Որ վիրապը հայտնի է նրանով, որ այստեղ շուրջ 13 տարի բանտարկվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տքած գինի հրամանով։ Բաղասիապետան և 14 տարի հաց է մտել Որ վիրապը Հայաստանի ամենահայտնի բանքերից է։ Այն գտնվում է Արտի մոտ Սուրբիայի սահմանի մոտ։ Որ վիրապը հայտնի է նրանով, որ 13 տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը։ Մի Արտի մարզմարար լեռան գեղեցիկ տեսարժանով։ Այդ վանքը հայտնի է նրանով, որ շուրջ 13 տարի Գրիգոր Լուսավորիչը այնտեղ բանտարկվել է։ Վիրապը միմից է, որը լի է հացերով և խաղիչներով և դատապարտյալներով։